Հայրենակիցներ, մոտս դեժավյու է, 21 թվականի ճիշտ այսօրը, նա տասեք թող հանգստանամ, պարոն Ասանով, Ինչպես? Միշտ նախագահ եք, ասիք թող հանգստանամ, 21 թվականի ճիշտ այսօրը, քաղաքացիական պայմանագիրն ասում է դե Ժողովուրդ ջան, ինչ եղել է, եկեք համակերպենք ու սկսենք զրոյի։ Եվ այդ օրը ելույթում պատմեցի մի պատմություն, որը հիմա կրկնում եմ։ 88 թվականին Գերմանիայում ծառայության ժամանակ Գերմանիայում ճանապարհները նեղ էին։ Սովետական բանակի բեռնատարները, որ ասում էին, այնտեղ էլ պլաստմասից էին ավտոները։ Մի հատ կպնում էին պլաստմասին, ավտոն փշրվում էր, ավտոն չկա։ Զինվորը վարորդելում էր, ասում էր իզվինի դրուկ ու քշում գնում էր։ Հիմա նույն տպավորությունը այստեղ է։ Իզվինի դրուկ Պարոն Ռուբինյանն ասում է, ու ասում է, եկեք շարունակենք։ Լավ, համաձայն եմ, բայց ոչ շարունակեմ։ Ոչ շարունակեմ։ Սարգսյան Արտուրը այս դալիճում նստած չի։ Ժողովուրդ մենակ մի դեպքը լիներ թեկուզ, այլևս բավական էր, որ հասկանանք, թե ինչ վիճակում է։ Ու գիտեք ինչի նստած չի, որովհետև նախորդ խորհրդարանում քաղաքական մեծամասնությունը առանց մեր փաստարկները լսելու առանց Սարգսյան Արտուրի հիմնավորումները լսելու, գլխավոր դատախազի ստով թույլ տվեց, որ Սարգսյան Արտուրը կալանավորվի։ Որոշ պատգամավորներ կողմ են քվեարկել, ձեզ տեղեկացնեմ, այդ գլխավոր դատախազը այս ամբիոնից, որ խոսում էր զենքեր են գտել զենքեր, գիտեք ինչ զենքեր են։ Հատիկ հիմա դատարանում ուսումնասիրում են զենքերը, բոլորը օրինական գրանցված զենքեր են։ Պաշտպաններն ասում են, էսուն զենքերն են։ Դատախազներն է չգիտի, տարբեր քաղաքացիների տնից համած զենքեր, որոնք այսօր որևէ իրավական կարգավիճակ չունեն։ Ասում են Սարգսյան Արտուրը բանը աստղիկները, երկաթե աստղիկներով ավտոբուսների անիվներ էր ծակելու։ Այս մի տարիա պաշտպաններն ասում են նախբեր մի հատ երկաթե աստղիկ ցույց տուր, ասենք հա մեղավոր են։ Բայց Սարգսյան Արտուրի իրավունքը այսօր ոտնահարված է։ Հիմա ասում եք ո՞նց զրոյից սկսենք։ Այս պարլամենտը, որը կա, լեգիտիմ չէ, որովհետև Հայաստանի քաղաքացու քվեով ձևավորված չէ։ Նա ցույց մնա ու լսի։ Խնդրում եմ լրություն պաշտպանեք։ Նայեք, սահմանադրական դատարանը դուք համարում եք, որ այդ մի տողով ասելա 2026-ի հունիսի 7-ի ընտրությունները ճանաչում ու վերջ, չէ։ Գիտեք ինչա գրել սահմանադրական դատարանը։ Ասում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախքան քվեարկության օրը պաշտոնապես իրազեկված է եղել ընտրական գործընթացի վրա էական ազդեցություն ունեցող բազմաթիվ խախտումների մասին, սակայն չի ձեռնարկել այնպիսի արդյունավետ եւ համարժեք միջոցներ, որոնք կարող էին կանխել կամ վերացնել դրանց հետևանքները։ Ու արձանագրում է, որ այդ հանձնաժողովների արդյունքները, եթե արձանագրվեն, ԲՀԿ-ն ստանալու էր 4%, ժողովուրդ 4 էջի վրա սահմանադրական դատարանը արձանագրել է, թե ձեր կուսակից նախկին պատգամավոր հայկական ժամանակի նախկին լրագրող Վահագն Հովակիմյանի գլխավորությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գողացել է Բարգավաճ Հայաստան կուսակցության ընտրողների քվեն, ո՞նց սրա հետ հանգիստ լինենք։ Հիմա որ ասում եք հանգիստ լինենք, դիմացա Մամիկոն Ասլանյան, ո՞նց հանգիստ լինենք։ Իմ աղջկա համակուրսեցի իր տղան 2 տարի, համալսարանում սովորելու փոխարեն հորը պերեդաչի էր բերում։ Երբ որ կուրսում դասախոսը կարդում է դատական համակարգի անկախություն թեմայով, ամբողջ Մամիկոն Ասլանյանի տղայի Լևոնի կուրսեցիները նայում են Լևոնին ու ծիծաղում են, որտեղ հասկանում են, որ իրականության հետ կապ չունի։ Ժողովուրդ ջան, պարոն Ռուբինյան ասում է օրենքով, այո օրենքով, այդ օրենքով այս բոլոր հարուցված քրեական գործերը։ Պարոն Ռուբինյան, չեք պատկերացնում ընտրությունների նախաշեմին այդքան հարյուրներով մարդ ձերբակալելը, հետո մնացել են այդ քննիչները գործի մեջ։ Լավ, եկեք պատմեմ։ Կարճ բան է։ Ուրեմն ուժեղ Հայաստանի գրասենյակներից մեկի հավաքարարին կանչում են հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության։ Հարց են տալիս. քեզ կանխիկով փող տվել են, այսինքն աշխատավարձ կանխիկով տվել են, չասում, գրանցված եմ եղել։ Հարցնում են, քեզ խանութ ուղարկել են առևտուր անելուց, դաչին էլ ասել են պետք չի, այսինքն կանխիկ կա, էլի։
Չէ, սելեն քեզ ընդհանրապես կանխիկով փող տվել են։ Սելա հա, դիմացը ԿՊ-ի գրասենյակն է, այնտեղի հավաքարարներն են, այնտեղ կանխիկով են տալիս։ Լուրջ եմ ասում, կարող եմ քաղաքն էլ ասել, իրականություն եմ ասում։ Նայեք, չեք պատկերացնում։ Ժողովուրդ, լռություն պաշտպանեք։ Պարոն Ռուբինյան, դուք ասում եք, որ մենք հրաժարվեցինք հանձնաժողովների, նախագահների տեղերից։ Ոչ, այդպես չի։ Այդպես չի, մի օրվա մեջ եկաք որոշումը կայացեք շփթ, մեկ հանձնաժողով, բնականաբար մյուս հանձնաժողովի նախագահան ի աջակցություն իր ֆրակցիայի գործընկերը պետք է հրաժարվեր։ Բայց հետո Թագուհի Թովմասյանի ո՞նց անեցիք։ Այսինքն որոշում եք, որ սրանք պետքա լինեն, սրանք չլեն, մենք էլ գլուխներս կախ, ասենք լավ, Դեղամը թող լինի, Դեղամը շարունակի հանձնաժողովի նախագահ։ Պարոն Ռուբինյան, երբ որ ասում եք 0 կետից սկսել, այդ 0 կետը, ախր այն ամբողջ սպին նստվածքը ու շարունակվող անարդարությունները այնքան շատ են, որ դրա ծայրը չի երևում։ Իրականում դրա դա խոսքը վերաբերում է եւ արդարադատության համակարգին, եւ իրավապահ համակարգին։ Մենք չենք էլ անդրադառնում, պարոն Ռուբինյան, որ ասում ենք 0 կետից սկսենք, բայց մենք այս ընտրարշավի ընթացքում մեր հասարակությանը մի հատ ահավոր, եթե չասեմ հանցավոր տրավմա ենք հասցրել։ Հիմա ասում եմ մենք գանդամ այդպես ձևակերպեմ։ Հայաստանի շարքային քաղաքացին այլևս 24 ժամ 7 ռեժիմով գիտակցում է, որ իրան գաղտնա լսում են։ Ես անկեղծ եմ ասում, ամենամեծ տրավման, որ քաղաքացին ստացել է, թերևս այդ գաղտնալսումից է։ Եվ իրականում ԱՀՑ տնօրենի մի անգամ մեր հանձնաժողովի փակնիստում ասում, պարոն Սիմոնյան, մաման, որ մեր հողամասի ծառերի մասին ուզում է հետս խոսա, հեռախոսները տանում է կողքի սենյակ, ինձ էլ հանում է բալկոն, նոր է խոսում։ Դա իրականում մարդու ազատության այն ներքին ինքնագրաքննվող սահմանափակումից վատ ավելի ոչ մի բան չկա։ Այսքանը չեմ ուզում ես ժամանակը խլել, բայց մի առաջարկ Ռուբեն Ռուբինյանին կանեմ։ Դուք հավակնում եք ազգային ժողովի նախագահի պաշտոնին։ Որպես նախկինում եղած պատգամավոր, հետո որպես լրատվության ոլորտի ես շատ ազգային ժողովի նախագահներ եմ տեսել։ Տեսել եմ օրինակ Արա Բաբլոյանի, որ մեր թաղամասից է, քանակերից էր։ Շաբաթվա 5-6 օր ազգային ժողովի նախագահ էր, կիրակի օրը նստում էր սեփական մեքենան, գնում էր Կոմիտասի շուկայից առևտուրեր անում։ Մի առաջարկ պարոն Ռուբինյան, կարծում եմ հոգեբանորեն բոլորի վրա էլ դրական կազմի։ Ազգային ժողովի տարածքում մանեկեք առանց ուղեկցող թիկնապահների։ Դա որևէ անվտանգության բան չի, բայց ինքը մարդկայնորեն ձեր կուսակից ընկերներից սկսած, մինչև լրագրողներ, մինչև ընդդիմադիր պատգամավորներ դիսկոմֆորտ առաջացնում։